Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ այս տոնական օրերից հետո կրկին ողջունելու ձեզ։ Սա մեր հաղորդաշարի երկրորդ հաղորդումն է եւ սկսելուց առաջ ընդունեք նորից մեր շնորհավորանքները մեր ողջ ստեղծագործական խմբի անունից ձեր ամանորի Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Այսօրվա մեր բանախոսության նյութը պետք է լինի Ալեքսանդր Մակեդոնացին եւ Հայաստանը։ Սակայն մինչև բանախոսության բուն նյութին անցնելը ես կցանկանայի անդրադարձ կատարել նամակներին եւ հեռախոսազանգերին, որոնք ստացանք առաջին հաղորդումից հետո։ Նախ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր արձագանքների համար, անկեղծ ասած հաճելիորեն անսպասելի էր նման արձագանքը, որովհետև այն հասցեն, որ գրվում է եւ այս հաղորդման ընթացքում դուք կտեսնեք էկրաններին, այդ ինտերնետային հասցեով միայն մի քանի տասնյակ նամակ ստացանք, չհաշված թե ինձ ճանաչողները իմ անձնական էլեկտրոնային փոստով եւ Արթուր Բախտամյանին իր անձնական էլեկտրոնային փոստով ինչքան էին նամակներ գրել։ Անկեղծ ասած հաճելիորեն նորից եմ ասում, ներեցեք, զարմանալի չէ, հաճելի անակնկալ էր, որովհետև ոչ մի նախնական հաղորդում չէինք արել, ոչ մի այսպես ազդագիր չէր եղել, հայտարարություն չէր եղել, միանգամից մտանք ուղիղ եթեր եւ մի քանի տասնյակ, մոտ 100-ի հասնող արձագանքներ ունեցանք մեր առաջին հաղորդումից հետո։ Շնորհակալություն կրկին ջերմ արձագանքների համար, ջերմ բարեմաղթանքների համար, բոլոր նկատառումների համար, որ հայտնել էիք։ Ես կուզենայի մի քանի հարցի հիմի անդրադարձ կատարել ձեր նամակներից, որից հետո կանցնենք բուն մեր նյութին։ Ուրեմն նամակներում համատարած այսպես ողջույնի տրամադրություն կար, բոլորը ողջունում էին, որ լավ է, որ ՀՄԷԿ արբանյակային հեռարձակմամբ ունեցավ հայոց պատմության հաղորդաշար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ջերմ վերաբերմունքի համար։ Շատ կարևոր էր, որ արձագանքների մեջ մեզ համար այնպիսի բոլոր արձագանքները շատ գնահատելի են, բայց երբ որ ստանում ես արձագանքներ մարդկանցից, որոնք տասնամյակներ շարունակ իրենց կյանքը նվիրել են հայապահպանության, հայագիտության քարոզչության գործերին, ավելի քան հաճելի է։ Խոսքս մասնավորապես Ռոբերտ Տեր-Մերկերյանի, որը հիմնադիրը եւ տարիներ շարունակ ղեկավարը եղավ Պրովանսի համալսարանի հայագիտության ամբիոնի, Լևոն Զեքյանի, հայր Լևոն Զեքյանին, որը Վենետիկի համալսարանում է կատարում նույն ազգանվեր գործը, նրանց կողմից նման այսպես բարձր գնահատականները մեզ համար շատ գնահատելի, շատ այսպես ոգևորող են։ Հաճելի էր, որ ամենատարբեր այսպես տարիքին մարդիկ էին գրել, ընդ որում գրել էին նաև երիտասարդներ, ունակ ասենք Բելգիայից մենք ունեցանք Մանե Անտոնյան, որը շատ ոգևորված գրում է, որ 19 տարեկան է եւ մանուկ հասակում տեղափոխվել է Բելգիա եւ հնարավորությունը Բելգիայում չուներ հայոց պատմության այսպես գրքեր նաեւ ունենալու, շփվելու եւ հիմի ուղիղ այսպես կենթանի եթերով առիթ կունենա այդ բացը լրացնելու։ Շատ համարյա բոլոր նամակներում կամ մեծ մասում նամակների կրկնված էր այն միտքը, որ մեր առաջին հեռախոսազանգում հնչեց Արաքսիա Տերյանը Հունաստանից, հենց առաջին զանգը հաղորդման ընթացքում, որ եղավ նրանից, առաջարկել էր անպայման սա դարձնել այսպես CD-ներով կամ DVD-ներով մի էլեկտրոնային ձեռնարկ, հա, եւ համարյա թե բոլոր նամակների մեջ այս նույն միտքը կա։ Շատ ցանկալի բան է եւ մեզ համար նույնպես, հուսանք, որ առաջիկայում ինչ որ մի ձև կգտնենք դրա համար, տեխնիկական, այդ ֆինանսական եւ այլ խնդիրները լուծելու համար։ Շատ հաճելի երևույթներից մեկը, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ բոլոր նամակներում եւ հեռախոսազանգերում բոլորի կողմից ըմբռնումով ընդունվեց այն հետաքրքիր մոտեցումը, որ առաջի հաղորդման ժամանակ մենք շնորհավորեցինք բոլոր հայերին անկախ իրենց կրոնական, դավանական տարբերությունից եւ նրանց, ովքեր որ ավելի այսպես հեթանոսական ավանդույթների
հետևորդ են իրենց համարում եւ կաթոլիկայերին եւ առաքելական եկեղեցու հետևորդներին։ Սա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ այսօր մենք լուրջ ունենք այդ դավանանքային տարբերության խնդիրը, վերջի մի քանի 100 տարում դա մեզ համար բավականին սուր դրված է։ Այդ թվում մենք ունենք նաեւ մահմեդական հայերի խնդիրը։ Առաջիկա մեր հաղորդումներից մեկում մենք հատուկ անդրադարձ կկատարենք մահմեդական հայերին, իսկ հիմա պարզապես միայն շնորհակալությամբ ուզում եմ արձագանքել ձեր վերաբերմունքին, այսինքն հայը անկախ նրանից որտեղ լինի, ինչ դավանանքի հետևորդ լինի, ինքը եթե Հայկ Նահապետի գեների կրողն է, մեզ համար միևնույն հարթության վրա արժեքավոր է։ Շատ հաճախ ուրեմն հարցադրում էր արվում ժամերի հետ կապված։ Ասեմ, որ առաջիկա 1-2 հաղորդումը դեռևս մենք այսպես վերջնական ճշգրտման խնդիրը ունենք լուծելու, բայց հիմի արդեն ասեմ, որ այս հաղորդումը տարբեր ուրեմն ժամային գոտիների համար դուք կարող եք դիտել նաև, ես ասում եմ Երևանի ժամանակով, հունվարի 9-ին 17:10, հունվարի 11-ին 17:15 եւ հունվարի 12-ին առավոտյան ժամը 6-ին Երևանի ժամանակով։ Հաջորդ մեր հաղորդումը կլինի հաջորդ 3 շաբթի այս ժամին 11:30 Երևանի ժամանակով առավոտյան, ընդ որում մեր հաջորդ թեման նվիրված կլինի նախամաշտության հայ գիր գրականությանը, նախամաշտության դպրությանը։ Եվ մի քանի հարցի ես անդրադառնամ ձեր նամակներից, ուրեմն մեր նամակագիրներից Բարսելոնից ունենք Սևադա Սահակյան, մի հարցում երբվանից պաշտոնապես ճանաչվեց դեկտեմբերի 25-ը որպես Սուրբ Ծնունդ, ուրեմն պաշտոնապես ճանաչվել է 431 թվականի Եփեսոսի ժողովի որոշումով։ Նույն ուրեմն նամակագիրը, որը ներկայացնում է Բարսելոնի հայկական մշակութային ասոցիացիան, այսպիսի հարցով է դիմում, որ Սփյուռքի համայնքներում մեզ պետք է սեմինարներ կազմակերպել, կարող ենք ձեր միջոցով կապվել եւ մասնագետների հրավիրել։ Բնականաբար կարող եք, մենք սիրով պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել, գրեք մեզ նույն հասցեով։ Մենք այստեղ մի հարցադրում կար, ուրեմն հարցը վերաբերում էր նախորդ հաղորդման ժամանակ 3 աստվածների արձանները, որ ներկայացվեցին, որտեղ են դրանք գտնվում։ Խոսքը Նեմրութի սրբավայրի մասին է, այսօր Արևմտյան Հայաստանում ցավոք սրտի այսօր դա Թուրքիայի տարածքում է գտնվում, Եփրատի ուրեմն աջ ափին, եւ նախորդ հաղորդման ժամանակ հատվածը ֆիլմից, որ դուք դիտեցիք, Նեմրութ արևարքայի մեծ սրբավայրը, հենց նվիրված է այդ սրբավայրին, որի հայկական տարբերակը արդեն ավարտվել է եւ աշխատանքները ավարտվել են եւ հիմի անգլերեն տարբերակի վրա ենք աշխատում, ընդ որում ֆիլմում հնչած երգը հեթանոսական, ուրեմն Արևի ողջույնի հիմն էր, որի կատարումը Ինգա եւ Անուշ Արշակյաններինն էր։ Եվ մի հարցի էլ ես անդրադառնամ, որ մի քանի ուրեմն Ամերիկայից եւ Ֆրանսիայից մեր մի քանի հայրենակիցներ հարցում արեցին, հարցը հետեւյալն է. հետաքրքրված են հնարավոր է արդյոք մեր հաղորդման ընթացքում դնել իրենց ռեկլամը։ Հիմի ասեմ, մենք քննարկեցինք այս հարցը եւ խնդիրն այն է, որ մեր հաղորդաշարը եւս բնականաբար խնդիր ունի բավականին շատ հարցեր, հենց նույն ասենք DVD-ներ թողարկել, CD-ներ, ֆինանսավորման եւ ֆինանսական այսպես մի շարք ծրագրեր լուծելու եւ անշուշտ մենք կարող ենք դա անել։ Դիմեք մեզ էլեկտրոնային փոստով, որը ձեր էկրաններին կլինի, եւ գուցե հենց արդեն կոնկրետ առաջարկներ եղան, որ մարդիկ ցանկություն էին հայտնել, գուցե հենց հաջորդ հաղորդումից մենք կունենանք նաեւ փոքրիկ չհոգնեցնող ռեկլամների բաժին, որը մեր հաղորդման աջակիցների այսպես փոքրիկ ռեկլամները կանենք։ Կարծես թե այսքանը ժամերի խնդրին արդեն անդրադարձանք, ընդ որում մեր
նամակագիրներից մեկը Արտեմիս Մկրտչյան այսպիսի մի հարցում էր արել ժամերի հետ կապված, որ ավելի լավ է եթեր հեռարձակեք այնպիսի ժամի, որ դասաժամերի հետ համընկնի։ Անկեղծ ասած, դասաժամերի հետ որևէ կերպ մենք չենք կարող հարմարեցնել, որովհետև ամբողջ աշխարհում մեկ սփռված է հայությունը, բայց մենք բնականաբար դեմ չենք, եթե դուք տեսագրեք եւ ձեր դասաժամերին օգտագործեք մեր հաղորդումները։ Եվ ուրեմն այստեղ Էստոնիայից, Պարսկաստանից, Բելգիայից, Հոլանդիայից, Հունաստանից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից, մի խոսքով շնորհակալություն բոլոր նամակների համար, մենք անցնենք այսօրվա ուրեմն մեր բուն բանախոսությանը, Ալեքսանդր Մակեդոնացի եւ Հայաստանը։ Ուրեմն նախ Ալեքսանդր Մակեդոնացու մասին բնականաբար աշխարհում մարդ չկա, որ նրա մասին չիմանա, լսած չլինի, երկու ֆիլմ կա նրա մասին նկարահանված, լիամետրաժ գեղարվեստական, բնականաբար բազմաթիվ գիտահանրամատչելի, հայտնի է, որ ծնվել է 356 թվականին եւ գահ բարձրացավ 20 տարեկան հասակում ընդամենը 336 թվականին։ Նա որդին էր բավականին հայտնի մի թագավորի, Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ի։ Ընդ որում սա հայտնի է համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ որպես ռազմական նորարար, փաղանգների կամ ֆալանգաների մարտարվեստը ստեղծեց նա, որը բավականին երկար ժամանակ համարվում էր անպարտելի մի մարտարվեստ եւ հետագայում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների հաջողությունը եւս բավականին չափով պայմանավորված էր հենց նրա այս մարտարվեստի կիրառմամբ, Ալեքսանդրի կողմից իր հոր ստեղծած մարտարվեստի կիրառմամբ։ Ես կուզենայի կարևոր, այսպես մի շեշտադրում անել, շատ տարածված է այն միտքը, որ Ալեքսանդրը Արիստոտելի աշակերտն էր եւ դրա համար նա դարձավ Ալեքսանդր։ Ես կուզենայի, որ արդարության առաջ չմեղանչենք եւ 3 կարևոր հանգամանք շեշտադրենք, որոնք Ալեքսանդրին դարձրեցին Ալեքսանդր Մեծ Մակեդոնացի այդ նշանավոր դեմքը համաշխարհային պատմության մեջ։ Առաջինը բնականաբար պիտի ասել նրա բնական տաղանդի մասին, որովհետև Արիստոտելը էլի շատ աշակերտներ ունեցավ, բայց միայն ինքը դարձավ Ալեքսանդր Մակեդոնացի։ Երկրորդը շատ կարևոր դերակատարում ունեցավ նրա հայրը, որովհետև որպես պետական գործիչ եւ որպես զորավար Ալեքսանդրը անշուշտ Ֆիլիպ II-ի աշակերտն էր։ Եվ երրորդը Ֆիլիպ II-ը հրավիրեց իր արքունիք հատուկ Արիստոտելին եւ արդեն Ալեքսանդրը որպես գաղափարական եւ հոգեվոր աշակերտ դարձավ Արիստոտելի աշակերտը, նրա հետևորդը։ Այսինքն 3 կարևոր բան՝ նրա բնական տաղանդը, Ֆիլիպ II-ին աշակերտելը եւ Ֆիլիպ II-ի որդին լինելը, նաեւ աշակերտը լինելը եւ բնականաբար Արիստոտելին աշակերտելը։ 336 թվականին նա գահ բարձրացավ, ընդ որում գահ բարձրացավ բավականին լարված մի շրջանում։ Նրա հայրը Ֆիլիպ II-ը կարողացել էր միավորել անջատ գործող հունական քաղաքպետություններին եւ որպիսի կարողանա այսպես ավելի մեծ հաջողությամբ իրականացնել իր քաղաքականությունը, նա հակապարսկական մեծ արշավանքը ծրագրեց։ Պատրաստվում էր արշավանքը իրականացնելու, երբ առեղծվածային պայմաններում սպանվեց։ Տարբեր տեսակետներ կան, մինչև այսօր էլ այդ անհայտ այսպես սպանությունը մնում է չբացատրված, որովհետև կա կարծիք, որ պարսիկները իրականացրեցին, քանի որ նա պատրաստում էր հակապարսկական մեծ արշավանք, կա կարծիք նույնիսկ, որ դա դավադրություն էր կազմակերպված հենց իր Ալեքսանդրի կողմից կամ Ալեքսանդրի մերձավորների կողմից։ Այնուամենայնիվ մեզ համար դա այսօր էական չի։ 336 թվականին գահ բարձրացավ թագավոր հռչակվեց Ալեքսանդրը եւ հենց առաջին իր խոստումը եղավ անպայման շարունակել հոր գործը եւ իրականացնել հակապարսկական արշավանքը։ Նա դա իրականացրեց գահ բարձրանալուց 2 տարի անց։ Մենք հիմի կնայենք մեծ քարտեզը Ալեքսանդր Մակեդոնացու տերության քարտեզը, որի վրա ուրեմն սլաքներով նշված է նրա արշավանքի ամբողջ
ճանապարհը, արշավանք, որ մեկնարկեց 334 թվականին եւ փաստորեն մոտ 10 տարի դա տևեց եւ արշավանք, որի արդյունքում Ալեքսանդր Մակեդոնացին ստեղծեց մեծ տերություն եւ դա փաստորեն համաշխարհային պատմության մեջ ունեցավ կարեւոր մի դերակատարում եւս։ Դա հելենիզմի դարաշրջանի սկզբնավորումն էր համաշխարհային մշակույթի պատմության մեջ։ Դուք հիմա տեսնում եք Ալեքսանդր Մակեդոնացու ոսկեդրամը, ոսկեդրամներից մեկը, եւ Ալեքսանդրի այս նվաճումը ինչով էր կարևոր։ Նվաճումը դարձավ մշակութային ներթափանցման հնարավորություն արևելյան եւ արևմտյան մշակույթների եւ հելենիզմ ասածը, փաստորեն, որ նրա արշավանքներից հետո սկզբնավորվեց, տարբեր երկրներում ունեցավ մինչև 600 տարվա տևողություն։ Փաստորեն արևմտյան հունական դասական մշակույթը սինթեզվեց արևելյան տեղական մշակույթների հետ եւ ստեղծվեցին հելենիզմի այսպես տարբեր ուրեմն դրսևորումներ։ 334 թվականին նա մենք հիմի կդիտենք հաջորդ արդեն քարտեզը ավելի մոտ մանրամասներով 334 թվականին նա անցավ ուրեմն Հելեսպոնտոսը, Դարդանելի նեղուցը եւ առաջին ճակատամարտը հենց տվեց Գրանիկոսում, դուք տեսնում եք քարտեզի վրա ճակատամարտի հենց նշանով, որում նա բավական մեծ հաջողություն ունեցավ։ Այնուհետև դրան կհաջորդի երկրորդ ճակատամարտը, որը տեղի ունեցավ Իսսոսում, ուրեմն դա Կիլիկիայում է գտնվում 333 թվականին։ Մինչ այդ բոլորիդ հայտնի հետաքրքիր պատմությունը կա Գորդիոն քաղաքում, դա Փրյուգիայի հին մայրաքաղաքն էր, Գորդիան հանգույցի հետ կապված հետաքրքիր այդ ավանդազրույցը, որ ըստ հին հավատալիքի, ով որ կարողանար հանգուցալուծել, այն նա կդառնար Ասիայի տիրակալը։ Ալեքսանդրը երկար չարչարանքից հետո, երբ որ չկարողացավ հանգուցալուծել, թրով կտրեց եւ Ալեքսանդրյան հայտնի լուծումը տեղի ունեցավ, իսկ քրմերը կանխագուշակեցին, որ նա ինչպես որ թրով այսպես հանգուցալուծում արեց, կտիրի Ասիային, բայց նույնպիսի արագությամբ նրա աշխարհակալությունը անկում կապրի, ինչը որ եղավ նրա մահվանից շատ կարճ ժամանակ անց։ Իսսոսի ճակատամարտը բավականին կարևոր նշանակություն ունեցավ, որովհետև այդ ճակատամարտում Ալեքսանդրը կարողացավ ոչ միայն պարզ հաղթանակ տանել, այլև գերի վերցնել Դարե III Կոդոմանոսի, Աքեմենյան տիրակալի ընտանիքի անդամներին, մորը, կնոջը, դուստրերին, եւ դրանով փաստորեն Ալեքսանդրը կաշկանդված էր ու մենք տեսնում ենք, որ ամբողջ 333 թվականից մինչև 331 թվականի հոկտեմբերի 1-ը այդ կաշկանդվածությունը թույլ չէր տալիս Դարե III-ին վճռական գործողությունների դիմել։ Ալեքսանդրը, մենք հիմի օպերատորին խնդրենք կրկին քարտեզը մեզ ցույց տա, Ալեքսանդրը շարունակեց Իսսոսից ուրեմն Միջերկրական ծովի արևելքով, իջավ ուրեմն Եգիպտոս, փաստորեն առանց ռազմական այսպես բարդությունների, այնտեղ ինքը ճանաչվեց եգիպտական քրմության կողմից փարավոնների ժառանգորդ եւ դրանից հետո շարունակեց արշավանքը մինչև Գավգամելայի 331 թվականի հոկտեմբերի սկիզբը։ Այս ամբողջ ընթացքում Դարե III-ը մի քանի անգամ նամակներով դիմեց Ալեքսանդրին եւ խնդրանքներ ազատել իր ընտանիքի անդամներին, փոխարենը խոստանում էր իր տերության արևմտյան կեսը, դստերը կնության տալ։ Ալեքսանդրի ծրագրերը իհարկե ավելի այսպես մեծ էին եւ նա չհամաձայնվեց ու ի վերջո տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը։ Ուրեմն Իսսոսի ճակատամարտին հայերը մասնակցել է մեծ հայքի, ավելի ճիշտ այսպես ասենք, Հայաստանից 47,000-անոց մի բանակ։ Այս մասին հայագիտության մեջ համեմատաբար քիչ է ասվել, հատկապես խորհրդահայ հայագիտության մեջ, պատճառը որն է, ռուսերեն հրատարակության մեջ Արիանոսի եւ Ռուֆոսի աշխատությունների շատ անհասկանալիորեն բնագրում կա հայերի մասին հատվածը, ռուսերեն թարգմանության մեջ անհասկանալի վրիպակով այդ ամբողջ նախադասությունը բաց է թողնված եւ խորհրդահայ պատմագրության մեջ, քանի որ օգտվում էին ռուսերեն թարգմանությունից, այնպես անուշադրության են մատնվել։ Իսսոսի ճակատամարտում մենք ունենք 47,000-անոց հայկական բանակի մասնակցություն, բայց ով էր առաջնորդում չգիտենք։ Մովսես Խորենացին
ունի հետաքրքիր հաղորդում, որ Ալեքսանդրի դեմ պատերազմում զոհվեց Վահե Հայկազոնին, որը առաջնորդում էր հայկական զորքը։ Այստեղ կարելի է ենթադրել, որ Վահե Հայկազոնինը հենց Իսոսի ճակատամարտում եղել հայերի զորքի հրամանատարը։ Ինչի համար եմ ասում կարելի է ենթադրել, որովհետև հաջորդ ճակատամարտում Գավգամելայում եւս հայերը մասնակցում էին, սակայն հստակորեն արդեն մենք հունական աղբյուրներից գիտենք, թե ովքեր էին առաջնորդում հայոց բանակը։ Մեծ հայքի բանակը առաջնորդում էր Օրոնտաս Երվանդ III-ը, փոքր հայքինը Միթրաուստեսը։ Մենք քիչ հետո ուրեմն կհասնենք դրանց, այստեղ մենք կանգ առնենք Գավգամելայի ճակատամարտի վրա, որովհետև Գավգամելայի ճակատամարտը, ինչպես գիտեք, վճռորոշ նշանակություն ունեցավ եւ այս ճակատամարտում լուծվեց ըստ էության մակեդոնական եւ աքեմենյան երկու հզոր ուժերի բախման կարևորագույն խնդիրը՝ ի օգուտ իհարկե մակեդոնացիների։ Աքեմենյան տերությունը փաստորեն վերջին մեծ դիմադրությունը փորձեց ցույց տալ, որը անհաջողությամբ ավարտվեց։ Հիմա մենք կդիտենք Գավգամելայի ճակատամարտի խճանկարն է սա, ուրեմն հռոմեական ժամանակաշրջանի, ուրեմն հիմի կտեսնեք առանձին դետալներ այս խճանկարի, ձախ կողմում Ալեքսանդրն է, հիմա ավելի մեծ չափով եք տեսնում, եւ հիմի կփոխվի Դարե III Կոդոմանոսը։ Իդեպ Դարե III Կոդոմանոսը մինչև աքեմենյան տիրակալ լինելը 336 թվականին նա նույնպես գահ բարձրացավ, մինչ այդ եղել էր Հայաստանի սատրապը եւ Հայաստանի գահին եղած ժամանակ շատ հետաքրքիր մի տեղեկություն ունենք, ինքը կրել է Արտաշատ պատվանունը։ Շատ հետաքրքիր է, որ հայոց գահին բարձրանալուց, որը երկրորդ գահն էր համարվում աքեմենյան աշխարհակալության մեջ, նա վերցրել է հայկական հատուկ այսպես պատվանուն, որից հետո դարձավ ամբողջ աքեմենյան աշխարհակալության տիրակալը եւ իշխեց 336-331 թվականներին։ Գավգամելայի ճակատամարտը շատ կարևոր, ինչպես ասեցի, վճռական նշանակություն ունեցավ։ Ցավոք սրտի հայագիտության մեջ, հիմի այստեղ անդրադառնանք մեզ հետաքրքրող խնդրին, հայագիտության մեջ քիչ է ուշադրություն դարձվել հայերի մասնակցության եւ ունեցած դերակատարման վրա։ Ուրեմն Գավգամելայի ճակատամարտում հայերը զբաղեցնում էին աքեմենյան բանակի աջ թևը։ Մեծ հայքի բանակը, հենց Օրոնտաս Երվանդ III-ը առաջնորդում էր այդ աջ թևը, որը շատ կարևոր դերակատարում ունեցավ։ Եվ ճակատամարտի բավականին արդեն վճռորոշ փուլում, երբ որ մակեդոնացին մեծ հաջողության հասավ եւ Դարե III-ը սկսեց փախուստի դիմել, Դարե III-ը ղեկավարում էր աքեմենյան բանակի կենտրոնը։ Կենտրոնական մասը եւ ձախ թևը սկսեցին փախուստի դիմել, Ալեքսանդրը սկսեց հետապնդել եւ նրա նպատակն էր Գավգամելայի ճակատամարտում գերի վերցնել Դարե III-ին, որով աքեմենյան աշխարհակալությունը միանգամից անկում կապրեր։ Բայց շատ վճռորոշ մի պահի Պարմենիոնը, որը առաջնորդում էր, ղեկավարում էր Դարեհի դեմ կռվող բանակի, մակեդոնական բանակի ձախ թևը, անակնկալ ուրեմն ուղարկեց սուրհանդակներ, խնդրելով Ալեքսանդրին հետ գալ իրեն օգնության, որովհետև աքեմենյան բանակի աջ թևը, որը, ինչպես ասացի, ղեկավարում էր, առաջնորդում էր մեծ հայքի զորագունդը Երվանդ III-ի գլխավորությամբ, անցել է հակահարձակման եւ շրջապատման մեջ է վերցնում իրեն։ Եվ փաստորեն մակեդոնական բանակի ձախ թևը ճնշվել էր մեր զորքերի կողմից։ Ալեքսանդրը կատաղության մեջ, ինչպես նշում են հենց իրենց հեղինակները, Արիանոսը, Ռուֆոսը, կատաղության մեջ ստիպված էր դադարեցնել Դարեի հետապնդումը եւ գալ Պարմենիոնին օգնության։ Հիմա ես խնդրեմ մեր օպերատորից, որ Գավգամելայի ճակատամարտի ուրեմն սխեման ներկայացնի գծագիրը։ Այնտեղ դուք կտեսնեք կարմիր գույնով ուրեմն ներկայացված է պարսկական աքեմենյան բանակը, իսկ կապույտով մակեդոնացիներն։ Եթե ուշադրություն դարձնեք, վերևի մասում կարմիր շատ երկար սլակ կա։ Դա հայկական
եւ հայերը եւ մակեդոնացիներն էին կռվում փաստորեն աջ թևում, հիմնական ուժը նրանք էին ներկայացնում, հայկական բանակը անցնում է ուրեմն մեծ հարձակման, այն ժամանակ երբ որ Դարեհը փախուստի էր դիմել արդեն, հայերը ընդհակառակը ճնշեցին եւ ձախողեցին Ալեքսանդր Մակեդոնացու ծրագիրը Գավգամելիայի ճակատամարտով փաստորեն ավարտին հասցնելու։ Եվ այս կատաղության մեջ է, որ Ալեքսանդրը այնուամենայնիվ ստիպված էր դադարեցնել Դարեհի հետապնդումը եւ կապույտ մեծ ծլաքը, որ տեսնում եք, ինքը ստիպված վերադարձավ, որպեսզի փրկի իր բանակի ձախ թևը Պարմենիոնին։ Եվ այդ ժամանակ հետաքրքիր է, որ հենց իրենք նույն հեղինակներն են ասում, իմանալով, որ Դարեհը փախուստի է դիմել, հայերը, կապադովկիացիները, նաև բաբելացիներն էին, մի հեծելազոր էր կռվում այնտեղ, նրանք հետաքրքիր բան են ասում է արագ երթով նահանջի հրաման տվեցին իրենց զինվորներին եւ ոչ ոք նրանց թիկունքը չտեսավ փախուստի դիմելուց։ Եվ հետաքրքիր է, բարձրանում են հյուսիս, որտեղ Հայաստանն էր գտնվում, եւ հռչակում են ուրեմն մեծ հայքում անկախ թագավորություն Երվանդ III-ի գլխավորությամբ, փոքր հայքում անկախ թագավորություն Միթրաուստեսի գլխավորությամբ։ Փաստորեն սա հնարավորություն ստեղծեց հենց 331 թվականին, որոշ հեղինակներ գրում են 330 թվականին, անկախացնելու Հայաստանը եւ ստեղծելու երկու անկախ հայկական թագավորություններ։ Դրանից հետո Ալեքսանդրը շարունակեց իր արշավանքը, մտավ Բաբելոն, հետապնդումները շարունակվեցին եւ գիտեք, որ Դարեհ III-ը փախուստի ճանապարհին սպանվեց իր յուրայինների կողմից, այնուհետև Ալեքսանդրը կշարունակի արշավանքը դեպի Միջին Ասիա, կշարունակի դեպի Հնդկաստան եւ ինչպես ասեցի, այդ արշավանքը տևեց մինչև 324 թվականը, երբ որ Ալեքսանդրի հոգնած զինվորները պարզապես պարտադրեցին նրան վերադառնալ Բաբելոն։ Բաբելոնը դարձավ նրա մեծ տերության մայրաքաղաքը։ Մենք հիմա մի փոքրիկ հատված կդիտենք Ռոբերտ Ռոսենի Ալեքսանդր Մեծ ֆիլմից, որը փորձել է այսպես գեղարվեստական ֆիլմի լեզվով մատուցել Ալեքսանդրի պատմությունը, եւ կվերադառնանք ավելի մանրամասն կանգ առնելու արդեն զուտ Ալեքսանդր Մակեդոնացի եւ հայ իրականություն թեմային։
Այժմ ավելի որոշակի անդրադարձեր կատարենք, թե ինչ եղավ Հայաստանի հետ։ Ուրեմն Գավգամելիայի ճակատամարտից հետո Ալեքսանդրը համարելով, որ Աքեմենյան կայսրությունը գրեթե անկում է ապրել, նույնիսկ նշանակումներ կատարեց։ Հետաքրքիր է, որ Միթրենը, դերևս Միհրան անունով մի պարսիկի, որը դավաճանությամբ Ալեքսանդրին էր հանձնել Սարդեսի բերդը, նա նշանակում է Հայաստանի կառավարիչ։ Հայերը նրան անգամ թույլ չտվեցին ոտք դնել Հայաստան։ Հայաստանը, ինչպես արդեն ասացի, Գավգամելիայից հետո հռչակեց անկախություն։ Հաջորդ քայլերը շատ հետաքրքիր են։ Ուրեմն Ալեքսանդրը այնուհետև մնացած իր այսպես ծրագրերն էր փորձում իրականացնել եւ այդ ժամանակ 329 թվականին ուղարկեց մի զորաբանակ Հայաստանի բարձր հայքի ոսկու հանքերը գրավելու։ Զորաբանակը ղեկավարում էր Մենոն զորավարը։ Եվ թե ինչ եղավ այդ զորաբանակի հետ, ես ցանկանում եմ, որ այդ մասին մենք հիմի օպերատորին խնդրենք, հենց հույն պատմիչ Ստրաբոնի խոսքերը վկայակոչենք այդ մասին, որովհետև եթե որևէ հայ հեղինակ գրած լիներ այդ մասին, անշուշտ այսօր մեզ պետք է մեղադրեին ազգային սնապարտության մեջ, սակայն այդ մասին վկայում է ինքը Ստրաբոնը, հույն հեղինակ։ Նա նշում է, որ հայերը ոչնչացրեցին բանակը, իսկ Մենոն զորավարին խեղտամահ արեցին։ Հայաստանում ոսկու հանքեր կան ուրեմն Սիսպիրիտիսի մեջ, Կաբալայում, որտեղ Ալեքսանդրն ուղարկեց Մենոնին զորքով, սա խեղտամահ արվեց տեղաբնիկների կողմից։ Ստրաբոն աշխարհագրություն աշխատությունն է, եւ այստեղ դուք քարտեզի վրա հիմա տեսնում եք արշավանքի ուրեմն գիծը Մենոնի արշավանքը դեպի բարձր հայքի տարածք եւ պատասխան արշավանքով կարմիր սլակներով Երվանդ 3-րդի զորքի գիծն է, որի այսպես բախումից հետո մակեդոնական զորքի մնացորդները պարզապես կետագծերով նշված է այն ճանապարհը, որով նրանք փախուստի դիմեցին Հայաստանից։ Սա մեզ համար, գիտեք, շատ կարևոր ուրեմն նաև քարոզչական նշանակություն պիտի ունենա։ Զարմանալի մի բան է, հիմի մենք ամբողջ հայության հետ քննարկենք այս խնդիրը։ Տեսեք, եթե օրինակ ասենք Անգլիայի, Ֆրանսիայի կամ չգիտեմ Ռուսաստանի պատմության մեջ եղած լիներ մի դրվագ, որ մակեդոնացու մի զինվորի նրանք կարողացած լինեին, չգիտեմ, սպանել, հաղթանակ տանել նրա նկատմամբ, ամբողջ աշխարհով հիմի քարոզչական այսպես մեծ բան էին դարձրել, դրոշ էին դարձրել եւ պիտի թափահարեին։ Մեր պատմության մեջ ունենք հերոսական այսպիսի մի դրվագ։ Տեսեք, Ալեքսանդրը առաջին անգամ տեսնում է հայկական զորքի մեծ հզորությունը, մեծ թափը Գավգամելիայի ճակատամարտում։ Փաստորեն Գավգամելիայի ճակատամարտում, ինչպես արդեն նշեցի, հայկական զորքի գործողություններ էին, որ խափանեցին Ալեքսանդր Մակեդոնացու ծրագիրը, թույլ չտալով, որ նա հետապնդեր եւ գերի վերցներ Դարեհ 3-ին, ընդ որում, երբ որ արդեն երկու կողմից էին շրջապատման մեջ պետք է ընկնեին հայերը, նրանք արագ երթով առանց թիկունքը շրջելու հետ քաշվեցին իրենց երկիրը եւ հռչակեցին իրենց երկրում անկախ թագավորություն։ Հիմի տեսեք, առաջին անգամ Մակեդոնացին տեսավ հայկական զորքի հետ մեծ հզորությունը։ Երկրորդ անգամ փաստորեն 329 թվականին նա ուղարկում է մի զորաբանակ, զորաբանակը ոչնչանում է Հայաստանում։ Ընդ որում հայերը հրապարակային մահապատժի են ենթարկում զորաբանակի հրամանատարին, խեղտամահ արեցին, կախաղան են բարձրացնում Մենոն զորավարին, որը ուղղակի նաև վիրավորանք էր Ալեքսանդր Մակեդոնացուն։ Դրանից հետո Ալեքսանդրը 329 թվականից մինչև իր մահը 323 թվականը ոչ մի փորձ չարեց Հայաստան գոնե մեկ զինվոր ուղարկելու։ Այստեղ ես հայ մարդ լինելով չեմ ուզում հատուկ այսպես շեշտադրումներ անել, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ բոլորիդ։ Եթե նա առաջին անգամ տեսել էր մեծ հզոր ուժ հայկական, երկրորդ անգամ ոչնչացվեց նրա զորագունդը, որում մերոնք կարելի ասել նաև ձեռնոց նետեցին, երրորդ անգամ ինչի փորձ չարեց Մակեդոնացին Հայաստան գոնե մի զորաբանակ ուղարկելու, երբ որ դրա համար ինքը ուներ 6-7 տարի ժամանակ։ Սա հայկական ռազմուժի նկատմամբ Ալեքսանդր Մակեդոնացու հաշվի նստել է նշանակում։ Սա կարևոր մի փաստ է, որ ցավոք սրտի մեր դասագրքերում մի տեսակ այսպես անուշադրության է մատնվում եւ չգիտես ինչի մեր դասագրքերում հատուկ այս մասին ուշադրություն չի դարձվում, այսպես հարևանացի անցնում է։
Այնուհետև մենք ունենք ուրիշ շատ հետաքրքիր մի տեղեկություն, որի վրա ես կուզենայի հատուկ հրավիրել բոլորիս ուշադրությունը։ Ցավոք սրտի այս մասին գրել են օտար հեղինակներ եւ մեզանում մեկ բացառությամբ որևէ անդրադարձ չի կատարվել մինչև հիմա այս թեմային։ Խոսքը վերաբերում է Ալեքսանդրի էպոսին։ Ալեքսանդրի էպոսին եւ թե ինչպես է ներկայանում Ալեքսանդրի էպոսում Հայաստանը ինչ դերակատարում ունի։ Ուրեմն Ալեքսանդր Մակեդոնացին, ինչպես հայտնի է, մահացավ 323 թվականի հունիսի 13-ին Դողերոցքից, որը սկսեց նրա մոտ հերթական մի խնջույքից հետո եւ ենթադրվում է, որ նա թունավորվել էր։ Նրա մահվանից հետո իր կենթանության օրոք ինքը արդեն առասպելական մի կերպար էր դարձել։ Մահվանից ընդամենը 83 տարի անց 240 թվականին Քրիստոսից առաջ արդեն գրի է առնվել Ալեքսանդրի վեպը, Ալեքսանդրի էպոսը հունարեն լեզվով։ Ընդ որում դա թարգմանվել է մի շարք լեզուներով, ասորերեն, այդ թվում նաև հայերեն, մենք ունենք գրաբարյան տեքստը, որը աշխարհաբար ցավոք սրտի մինչ օրս թարգմանված չի, ընդ որում գրաբարյան թարգմանությունը մեր հենց ոսկեդարյան թարգմանություն է 5-րդ դարում Մաշտոցի եւ իր աշակերտների կողմից ուրեմն ձեռնարկված եւ այս շատ հետաքրքիր էպոսում մենք ունենք ունիկալ տեղեկություն, որ Ալեքսանդրը ձգտում էր անմահության եւ անմահության հասնելու համար նա բռնեց ճանապարհը դեպի հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի ու Եփրատի։ Ես այստեղ ցանկանում եմ նաեւ անդրադարձ կատարել մեր նամակագիրներից մեկին, շատ հետաքրքիր է, երբ որ մենք նամակագիրներին ծանուցում ուղարկեցինք մեր հաջորդ հաղորդման մասին, Արամ Մկրտչյան Գերմանիայից, նա շատ այսպես ջերմ մի պատասխան գրեց եւ հարցադրումներ էր արել, ինձ չկարողացավ գտնել, հարցադրումներից մեկն է սա, ինձ չկարողացավ գտնել երիտասարդ Ալեքսանդրը ոչ Իրանում, ոչ էլ առավել եւս Հնդկաստանում եւ ինչ էր որոնում նա։ Հետաքրքիր է, որ այս հարցի պատասխանը փաստորեն կարող է լինել, ուրեմն կարող է լինել այս հարցի պատասխանը հենց Ալեքսանդրի էպոսը։ Ալեքսանդրը ձգտում էր անմահության, բայց դրա համար նա էպոսում բռնում է ճանապարհը դեպի հայոց աշխարհ։ Տեսեք, ուրեմն մենք ունենք աշխարհի հնագույն էպոսը գրի առնված, հնագույն էպոսը Գիլգամեշ էպոսն է։ Գիլգամեշը հին արևելքում այնքան հայտնի դեմք էր, որքան որ, ասենք, հելենիստական դարաշրջանում Ալեքսանդր Մակեդոնացին։ Եվ Գիլգամեշի մասին մեզ հասել են էլի մի քանի լեզուներով նրա էպիկական, ուրեմն ստեղծագործություններ նրա մասին, եւ այնտեղ եւս ասվում է, որ Գիլգամեշը ձգտում էր անմահության, եւ դրա համար Արևի Աստվածը նրան խորհուրդ տվեց գնալ դեպի Արատտա։ Արատտան, ինչպես հայտնի է, հայկական առաջին մեզ հայտնի թագավորությունն է, որը գոյություն է ունեցել Քրիստոսից առաջ 28-27-րդ դարերում, եւ հասնելու համար Գիլգամեշը Արատտա պետք է անցներ Մասու լեռներով, որոնք եզերում են հայկական լեռնաշխարհի հարավը, հունական աղբյուրներում հայտնի են Մասիուս կամ Մասիոն, ներքևում դուք տեսնում եք Գիլգամեշի արձանն է, Նինվեից գտնված, նա փաստորեն Շումերից Եփրատի հոսանքով բարձրացավ հյուսիս եւ տեսեք հետագայում արդեն մենք տեսնում ենք, որ այս հինարևելյան էպիկական սյուժեում Գիլգամեշին փոխարինում է Ալեքսանդր Մակեդոնացին։ Եթե Գիլգամեշը բռնում է ճանապարհը դեպի Արատտա, որտեղ ակունքներն են Եփրատի եւ Տիգրիսի եւ այդ ճանապարհին նա անցնում է Մասու լեռները, ապա Ալեքսանդրի էպոսում Ալեքսանդրը բռնում է ճանապարհը դեպի հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի եւ Եփրատի, եւ դրան հասնելու համար հետաքրքիր է Ալեքսանդրի էպոսի ասորերեն թարգմանության մեջ կա այսպիսի մի դրվագ եւս, որ նա անցավ, հաղթահարեց Մասիս լեռնաշղթան, ոչ թե լեռները, հասկանալորեն սա հարավային Հայաստանի Մասիուս, Մասիոն լեռներն են, աքադական եւ շումերական էպոսի Մասու լեռները։ Եվ տեսեք, Արատտային փոխարինում է հայոց աշխարհ արտահայտությունը, Եփրատի Տիգրիսի ակունքները երկու դեպքում էլ մնում են նույնը, Մասու լեռներին Մասիս լեռնաշղթան եւ երկու դեպքում էլ հերոսը գնում է անմահություն փնտրելու։ Մի դեպքում սա հին արևելյան
շումերականից սկզբնավորված հին արևելյան էպոսն է, մյուս դեպքում արդեն հելենիստական դարաշրջանի մեծ էպոսը, Ալեքսանդրի էպոսը։ Երկու հերոսներն էլ, եւ Գիլգամեշը, եւ Ալեքսանդր Մակեդոնացին ձգտում են անմահության եւ դրա համար ճանապարհ են բռնում դեպի Հայաստան։ Հայաստանը անմահության երկիրն էր։ Եվ այս պատկերացումը մենք կարող ենք տեսնել նաև, ասենք, Աստվածաշնչում։ Ծննդոց գրքում հիշում եք, որ Եդեմի կենտրոնում գտնվում էր կենաց ծառը, այսինքն անմահության խորհուրդը, որը Եդեմը հիմնվեց միտեղ, որտեղից դուրս էին գալիս 4 գետեր։ 4 գետից երկուսը շատ հստակ հայտնի են՝ Եփրատը, Տիգրիսը։ Գեհոնը, Փիսոնը մինչև այսօր դեռ վիճում են, թե որոնք են։ Եվ փաստորեն մենք տեսնում ենք, որ շատ կարևոր նշանակություն տրվել է մեր երկրին, Հայաստանը, հին արևելքում եւ հետագայում հելենիստական դարաշրջանում էպիկական մտածողության մեջ շարունակում էր ավանդության ուժով համարվել անմահության երկիր։ Սա բոլորիս մի անգամ եւս պիտի մտորել տա։ Տեսեք, շատ տարբեր ժողովուրդների, ասենք, շումերներ, հրյաներ, հին կտակարանի գրի առնելու հետ կապված հույններ, ինչի համար նրանք անմահության երկիր համարում են մեր երկիրը, ոչ թե իրենց սեփականը, որն է մեր երկրի միստիկական խորհուրդը։ Մենք պարտավոր ենք այդ մասին ավելի հաճախ մտորելու, խորհելու, որովհետև մեր երկիրը տարբեր ազգությունների, տարբեր նույնիսկ լեզվաընտանիքների պատկանող ժողովուրդների կողմից համարվել է սրբազան, աստվածային երկիր, եւ մեզ համար շատ կարևոր է դա հասկանալ, նաեւ այն բանի համար, որ մենք արժանի լինենք մեր այդ աստվածային երկրին։ Դրանից հետո, ուրեմն, Մակեդոնացու հետ կապված կարելի է այստեղ շատ հետաքրքիր պատմություններ եւ ավանդազրույցներ բերել։ Պարզապես ես մի բանի վրա կանգ առնեմ միայն, տարբեր ժողովուրդների մոտ եղել է, այսպես ասած, Ալեքսանդրին սեփականացնելու, ճակերտներով ասենք, սեփականացնելու միտումը, եւ հետաքրքիր է, որ այդպիսի հայկական մի ավանդազրույց էլ կա, որի դեպ Ավետիք Իսահակյանը գրական մշակման է ենթարկվել, այնտեղ Ալեքսանդրը համարվում է հայի տղա։ Հետաքրքիր է, հայի տղա։ Այստեղ սա կարելի է բացատրել երկու։ Մեկը պարզապես բանահյուսական սյուժե է եւ նշանավոր հերոսին այսպես հարազատացնելու, սեփականացնելու, միտում ունի։ Երկրորդը կարող է դա կապվել այս էպիկական հիշողության հետ։ Ինչու էր Ալեքսանդրը ձգտում Հայաստան գալ, որովհետև ըստ մեր ժողովրդական արդեն այսպես հեքիաթի պատասխանի նա հայի տղա էր եւ ձգտում էր վերադառնալ իր հայրենի տուն։ Գեղեցիկ իհարկե ավանդազրույց է, որը Իսահակյանն էլ մշակման է ենթարկել։ Ես այստեղ կուզենայի մենք մի ամփոփիչ, այսպես ակնարկով ավարտենք։ Տեսեք, ուրեմն Ալեքսանդր Մակեդոնացին, որ համաշխարհային պատմության մեջ դարձավ նոր դարաշրջանի սկզբնավորողը, մի քանի անգամ առնչվում է Հայաստանի հետ։ Առաջինը, ասեցի, Իսոսի ճակատամարտում մենք հստակ չգիտենք ինչ ճակատագիր ունեցավ հայկական բանակը, երկրորդ նրա առնչությունը հայ իրականության հետ եղավ Գավգամելիայի ճակատամարտում հայկական զորքի բացառիկ հերոսականությունը, որը խափանեց նրա ծրագիրը, երրորդ այսպես ուղիղ բախումը նրա ուղարկած զորաբանակն էր Մենոն զորավարի գլխավորությամբ Հայաստան, որը ջախջախիչ պարտություն կրեց եւ դրանից հետո այլևս Ալեքսանդրը որևէ փորձ չարեց Հայաստան զորք ուղարկելու։ Իսկ արդեն ավելի ուշ էպիկական մտածողության մեջ Ալեքսանդրի էպոսում Հայաստանը դառնում է անմահության այն բաղձալի երկիրը, որտեղ ձգտում է գնալ Ալեքսանդր Մակեդոնացին, որպեսզի անմահանա։ Սա, սիրելի հայրենակիցներ, ես կուզենայի մեկ անգամ եւս շեշտել, այն ամբողջը, ինչ որ ասվեց, ամբողջությամբ վերցված են օտար աղբյուրներից, ընդ որում հիմնականում հունամակեդոնական աղբյուրներից, գրված է, ավանդված է իրենց կողմից եւ որևէ հայ հեղինակ այստեղ միջամտություն չի ունեցել, հայերին մեծարելու որևէ մտադրություն չի եղել եւ երբ որ մենք տեսնում ենք հայերը եւ Հայաստանը գնահատված այսքան
օտար հեղինակների կողմից եւ այնպիսի մեծ անհատականության հետ առնչության մեջ, ինչպիսին Ալեքսանդր Մակեդոնացին է, դրանով միայն պիտի հպարտանանք եւ նաեւ մեր մեծացող սերունդին դաստիարակենք այս գաղափարներով։ Հայաստանը իր արժանավոր տեղն ունի մակեդոնական աշխարհակալության դարաշրջանում, ընդ որում Հայաստանը մնում է չնվաճված մակեդոնացու կողմից եւ ընդհակառակը հետագայում էլ դառնում է էպիկական, այսպես վիպական Ալեքսանդրի Բաղձալի երկիրը։ Ես այսքանով ավարտեմ ուրեմն մակեդոնացու թեմայի հետ կապված, եթե կլինեն հարցեր, դուք կարող եք նորից գրել մեր էլեկտրոնային փոստով, այստեղ ինձ մի հարց արդեն փոխանցել են այսօրվա հեռախոսազանգ, իդեպ հեռախոսազանգերի համար ասեմ, 3-շաբթի օրվա մեր հաղորդումը ուղիղ կարող եք զանգ տալ, իսկ հետո մյուս ժամային գոտիների համար, երբ որ կրկնվում է, այս հեռախոսահամարը այդ դեպքում բնական է չի գործում, որտեղ ուղղակի ստուդիայում չենք մենք եւ չենք կարող պատասխանել, բայց դրա համար նախընտրելի է, որ գրեք էլեկտրոնային փոստով։ Ռոստովից Զուրնաչյան Դոնարան հարց է ուղարկել, ինչ ձեռնարկներ կան հայոց պատմության ռուսերեն լեզվով, ցանկանում են ծանոթացնել ռուս ազգիներին, եթե կա, ինչպես գնեն դա։ Ուրեմն մի քանի ձեռնարկներ եղել են եւ բավականին մեծ ու ճոխ մի հրատարակություն եղավ Ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից, հենց Իստորիա Արմենիի Հայաստանի պատմություն ստվարածավալ մի հատոր էր, որը ունի նաեւ էլեկտրոնային տարբերակ խտա սալիկի վրա, CD-ի վրա եւ ես ինչքան գիտեմ, բնականաբար ես դա տեսել եմ գրախանութներում, ասենք նույն հրապարակի Նոյան Տապան եւ մյուս գրախանութներում, բայց կարծում եմ, որ հնարավոր է նաեւ մեկ ուրիշ ճանապարհ, հնարավոր է կապվել Ակադեմիայի պատմության ինստիտուտի հետ, որի իդեպ այդ ձեռնարկի հեղինակներից մեկը հենց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է։ Կապվել նրանց հետ եւ փորձել նրանցից, չգիտեմ, փոստային առաքումով կամ ինչ-որ մի ձևով ձեռք բերել։ Կան ուրիշ այսպես փոքր ձեռնարկներ եւս առանձին հարցերի նվիրված, բայց ամբողջությամբ որտեղ փորձ է արված հայոց պատմությունը մի ձեռնարկով, ընդ որում բավական հարուստ այսպես իլյուստրացիաներով, ուրեմն նկարազարդումներով, մենք երևի թե լավագույն ստացված աշխատանքը դա է։ Ուրեմն ես ցանկանում էի նաև անդրադարձ կատարել մի քանի ուրեմն այսպես հարցերի, որոնց հաղորդման սկզբում մտածեցի, որ կարող է չտեղավորվեմ, դրա համար թողեցի վերջում, ուրեմն մասնավորապես մեզ հարցումներ, որ արել էին, ունենք այսպիսի հարցումներ, ասենք գրքերի հետ կապված, սա ուղղակի հարցը միանգամից ինձ հիշեցրեց, ինչպես կարելի է ձեռք բերել։ Գիտեք, բնականաբար, եթե խոսքը գրքերի մասին է, պիտի փորձել փնտրել նախ երևի թե ինտերնետով, հիմա պատրաստվում է Հայոց պատմության Գիտությունների ակադեմիայի կողմից Հայոց պատմության քառահատորյակ։ 4 հատորով պետք է լինի ամփոփ հայոց պատմության մի մեծ ձեռնարկ, որը իդեպ պիտի սկսի հայ ժողովրդի ծագումնաբանության խնդիրներից եւ հասնի մինչեւ մեր օրերը։ 4 հատորանոց այս ձեռնարկը, սա արդեն բյուջեով, պետական բյուջեով հաստատված մի բան է, ծրագիր է, ունենալու է իր թարգմանությունը, այսպես համառոտած 2 հատորանոց տարբերակներով։ Ընդ որում նախատեսված է 2 հատորանոց տարբերակներով հրատարակել անգլերեն եւ ռուսերեն։ Ես գիտեմ, որ աշխատանքները, ես ինքս էլ ներգրավված եմ այդ աշխատանքների մեջ, բավականին մեծ չափով արդեն կատարվել են եւ
հուսամ, որ այս տարի 2008 թվականին գոնե հատորներից երկուսը արդեն լույս տեսած կլինեն, որովհետև նյութերը հիմնականում պատրաստ են եւ խմբագրական աշխատանքներ են կատարվում, ընդ որում դրանք լինելու են մեծ հատորներ, 1000-1500 էջանոց հատորներ եւ սա կարծում եմ բավականին շատ այսպես կարևոր հարց կլուծի եւ Հայաստանում, որովհետեւ մենք ունենանք հայոց պատմության այսպես նորմալ մի շարադրանք, ինչի եմ ասում նորմալ, որովհետեւ բոլորդ գիտեք խորհրդային իշխանության տարիներից հետո մենք ունեցանք այն տխուր իրականությունը, որ հայոց պատմության վերջի շրջանը ներկայացված է շատ այսպես կողմնապահ կերպով, կեղծարարություններով եւ եթե խորհրդային շրջանի, ասենք 8 հատորյակը նայեք հայոց պատմության, այդ վերջի 7-րդ, 8-րդ հատորում դուք կհանդիպեք շատ այսպես խայտառակ կեղծարարությունների ընդհուպ մինչև այնքան, որ մեր ասենք ազգային հերոսները Կարեգին Նժդե, Հարամ Մանուկյան եւ մյուսները, ովքեր որ ասենք չեն նպաստել բոլշևիկներին, հա, ել չեմ ասում, եթե օրինակ ասեն Գարեգին Նժդեհը նաև ջարդ է տվել բոլշևիկներին, ապա նրանք ներկայացված են որպես, չգիտեմ, ազգի դավաճաններ եւ ամենա այսպես սև մութ այսպես գծերով են ներկայացված, որոնք իհարկե կեղծարարություններ են եւ դա հնացել է արդեն եւ մեզ պետք է նոր մի ձեռնարկ Հայաստանում հայաստանյան հայագիտության այսպես վերջին խոսքը որ լինի եւ հիմա դա պատրաստվում է հուսանք որ դա կլինի ես չգիտեմ ճիշտ ասած ծրագրի մեջ կա թե չէ դրա ասենք էլեկտրոնային տարբերակը որ ավելի այսպես հասանելի դառնա ամբողջ հայության աշխարհով մեկ բայց սրանից բացի արվում են նաեւ այլ այսպես ձեռնարկներ օրինակ կա մտահղացում անել հայոց պատմության մասին ֆիլմերի, այսպես ֆիլմաշար, փոքրիկ դրվագներով, որը նաև ուսումնական ձեռնարկ, էլեկտրոնային ուսումնական ձեռնարկ կդառնա Սփյուռքի համար։ Այստեղ նամակներում կային նաև CD-ներով, DVD-ներով, հատկապես կիրակնորյա դպրոցների համար Սփյուռքում գործող, ասենք, օգտակար լինելու։ Բնականաբար, երբ որ մենք ունենանք, ուրեմն ավելի համակարգված դաշտի անցնենք, հա, սա կարևոր խնդիր է, ոչ միայն, ասենք, առանձին հաղորդումների տեսքով, այլև շատ կարևոր են, օրինակ, ասենք, ինտերնետային խաղերը, հա, համակարգչային խաղերը։ Օրինակ, այդպիսի փորձ կա եւ Վահե Հակոբյանյանը մեր արեց եւ թողարկվել է երկու մասը Երևանում էլ գրախանութներում էլ եւ բանում տարբեր վաճառակետերում կա, ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի սկզբունքով, հայագիտական խաղ պատրաստեց, որտեղ հարցերը ամբողջությամբ վերաբերում էին հայոց լեզվի, հայ գրականությանը, հայոց պատմությանը եւ բավականին հաջողված մի բան էր, ես գիտեմ, որ Սփյուռքում օրինակ Բոստոնի համազգայինի մասնաճյուղը Արա Նազարյանը եւ Հարմիկ Ավետյան հատուկ Երևանից հեղինակի թույլտվության ձեռք բերեցին եւ որ այնտեղ ասենք դա փորձեն օգտագործել այնտեղի հայ համայնքի հայ երեխաների ասենք կրթական գործում որտեղ խաղով երեխային սովորեցնելը երևի թե ավելի հեշտ է եւ այս ամբողջ ծրագրերը իհարկե իրականություն կդառնան պարզապես մեր եթերաժամը մենք երևի թե սրանով մոտենում է ավարտին ես ասեմ որ այդ ծրագրերը կան ես կաշխատեմ որ երբ որ դրանք ասենք նորություններ լինեն ես դրանք նաև ներկայացնեմ, որովհետև հեռախոսազանգերով էլ մի քանի այդպիսի հարցումներ եղան, ինչպես իմանանք, որտեղից ինչպես ձեռք բերենք, գուցե այսպես անենք, ես հաջորդ հաղորդումների ժամանակ նոր հրատարակված կամ եթե ասենք կան հին ինչ-որ բաներ, բայց որոնք այսօր վաճառքում կա եւ հնարավոր է ձեռք բերել, գուցե փոքր մի ժամանակ հատկացնենք մեր հաղորդման ընթացքում, որպեսզի նաև ներկայացնենք դրան մեր հայրենակիցները իմանան ինչ կա եւ ինչը կարելի ասենք ձեռք բերել, պատվիրել, որպեսզի կարողանան որպես օժանդակ, ուսումնաօժանդակ ձեռնարկներ օգտագործել տարբեր կարգօջախներում։ Ես սա շատ լավ հասկանում եմ, որովհետեւ մենք ունենք համայնքներ, որտեղ հայության թիվը չափազանց քիչ է եւ բնականաբար չկան հայկական ոչ կիրակնորյա, ոչ էլ
ավելի մեծ դպրոցներ եւ այս դեպքում արդեն հայ երեխաների հայեցի դաստիարակությունը ամբողջությամբ մնում է ընտանիքների վրա, իսկ քանի որ մարդիկ աշխատում են եւ ավելի քիչ ժամանակ ունեն զբաղվելու իրենց ընտանիքի, այսպես երեխաներով, դրա համար երևի թե այս էլեկտրոնային միջոցները պարզապես կարող են փրկություն լինել, որովհետեւ օտար ափերում, օտար միջավայրում հայապահպանումը բնականաբար մեզ համար մնում է գերխնդիր։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս ընդունեք մեր ստեղծագործական խմբի կողմից շնորհավորանքները նոր տարվա կապակցությամբ, մաղթենք բարի եւ հաջողություններով լի տարի։ Շնորհակալություն, հաջողություն։